Նոր թեմա ենք սկսում, առաջի կարգի գծային դիֆերենցիալ հավասարումների համակարգեր։ Դե նախ եւ պետք է հասկանալ ինչի են այս համակարգերը հետաքրքիր ընդհանրապես ուսումնասիրության համար, ինչի չեն կարող բավարարվել զուտ մի հատ դիֆերենցիալ հավասարման ուսումնասիրությամբ, դե պատճառը շատ պարզ է, լիքը ֆիզիկական համակարգեր առաջի հերթին ցանկացած համակարգ, որտեղ կա փոխազդեցություն, այսինքն ոչ թե մի անհայտ մեծություն կա, ասենք ոչ թե մի մարմնի շարժում կա, այլ մի քանի մարմնի շարժում կա, ու այդ մարմինները իրար հետ փոխազդում են, բնականաբար դրանց շարժման հավասարումները իրար հետ պետք է կապված լինեն։ Պարզ օրինակ, ասենք աստղի շուրջ մոլորակների շարժումը, եթե մի քանի, մեկից ավել մոլորակ կա, այսինքն գոնե 3 մարմին կա, այդ կամ թեկուզ երկուսն էլ կլինի, արդեն դրանց շարժման բանաձևերը միմյանցով պետք է արտահայտվեն, դիֆերենցիալ հավասարումներն են բնականաբար միմյանցով պետք է արտահայտվեն, այսինքն ունենալու ենք մի քանի դիֆերենցիալ հավասարում իրար հետ կապված, որն էլ հենց կոչվում է դիֆերենցիալ հավասարումների համակարգ։ Որպեսզի մի հատ ինձ բավական պարզ օրինակ նաև համեմատենք, եթե հիշում եք երկրորդ կարգի հավասարումները անցնելիս այդ զսպանակի դեպքը դիտարկեցինք, օրինակ մի քիչ կարող ենք այդ դեպքը բարձրացնել, այսպիսի բան նայել, երբ որ զսպանակից մարմինը ամրացված, ու այդ մարմինը մեկ այլ զսպանակով ամրացված է մի հատ ուրիշ մարմնի։ Այս մարմինն էլ զսպանակով որ երկու կողմից պատին են ամրացված, այդ ետնի վրա, հատության վրա շարժում են կատարում, ամեն մեկը ինչ-որ զանգվածներ ունի, M1, M2, նույնիսկ կարող ենք ավել պահանջ դնել, որ սրանց վրա ինչ-որ արտաքին ուժերել են դրսից ազդում, ասենք F1, F2, ու եթե Նյուտոնի երկրորդ օրենքը այս դեպքի համար գրենք, զսպանակներն էլ տարբեր կոշտություններ ունեն, կամ մեկ K2, K3, բավականին արդեն ոչ տրիվիալ, ոչ բաց համակարգ է, բայց եթե փորձենք շարժումը նկարագրենք, քանի որ ինքը ուղղագիծ շարժում է, ամեն մարմնի համար ընդհանրապես մի հատ անհայտ ֆունկցիա կա, չէ՞, դա իր կոորդինատն է, եթե սա x առանց կվերցնենք։ Դադարի վիճակ իրականում մեզ այդքան հետաքրքիր չի, որովհետև դադարի վիճակում ինչ-որ պայման երևի թե ամեն դեպքում այս f ֆունկցիաները ներառելու են, իրանց վրա կոնստանտ ինչ-որ ոչ թե կոնստանտ ուժ է ազդում, այլ ժամանակի ամեն պահի ինչ-որ ուժ է ազդում, չէ, ուղղակի ընդհանուր պահին ժամանակի, եթե մենք բանը գրենք, իր շարժման օրենքը գրենք, ինչ է ալնելու, առաջին մարմնի համար ալնելու է իր արագացումը, բազմապատկած զանգվածով, որը ընդհանուր ուժն է իր վրա ազդող, ինչի է հավասար, x t-ով նշանակում եմ ուրեմն հավասարակշռության x1 t-ով նշանակում ենք առաջին մարմնի ուրեմն դիրքը, կոորդինատը ժամանակի տեպահին, x2 t-ով էլ բնականաբար կնշանակենք երկրորդ մարմնի դիրքը։ Ու եթե այդ բաները
գրենք կամ միգուցե ոչ թե ճիշտ ասել կոորդինատ, այլ հավասարակշռության դիրքից բան, էլի տեղաշարժ, այդպես երևի ավելի ճիշտ է ասել։ Եթե գրենք իր վրա ազդող ուժերի գումարը ինչ կլինի։ Մի հատ այս զսպանակն է ազդում, չէ, աղձրականության ուժով, մի հատ այս զսպանակն է ազդում աղձրականության ուժով։ Ու երկարացումները պետք է նայենք, դե այս K2 զսպանակը ինչ երկարացում կստանա։ Սրա կողմից x2 երկարացում կստանա, չէ, որովհետև սա x2, եթե իր հավասարակշռության դիրքից եկեք ստեղ ամեն դեպքում ուղղեմ, էլի կոորդինատը մի քիչ շփոթություն կառաջացնի, ստեղ գրենք մատնի, այս ջնջելը էլի մեզ մոտ մատնի շեղումը, հա, սենց գրենք։ Նույն կերպ էս էլ ստեղ կոորդինատի տեղը շեղում բառը ավելի ճիշտ է օգտագործել, որպեսզի խնդրի մոդելավորումն էլ հեշտ լինի։ Այս զսպանակը ոնց որ սրա կողմից x2-ով երկար է, իհարկե, եթե x2 դրական է, ստեղ կարա հանգիստ x1-ն էլ x2-ն էլ բացասական լինի։ x1-ով էլ կարճան է, դրա համար սրա վրա ազդող այս զսպանակի կողմից աղձրականության ուժը էս է, այս մեկի կողմից էլ ինչ կլինի, մինուս կամ 1x1, չէ, որտեղ սա x1 չափով կերկարի, եթե սա x1 չափով աջ տեղաշարժվի, ինքը x1 երկարացում կստանա ու իրան հետ կձգի, չէ, պլյուս սրա վրա մի հատ էլ արտաքին ուժ է ազդում, f1, լավ, եկեք համարենք հաստատուն, որպեսզի բարդ բաներ չստանանք։ Ժամանակի ընթացքում չի փոխվում, թիվ է ուղղակի, f1։ Եթե երկրորդ մատնի համար գրենք, այս ամեն ինչը, սրա վրա ինչ ուժեր են ազդում, եթե ինքը այս K3-ը իրան ոնց որ հետ կմղի, չէ, եթե ինքը աջ տեղաշարժվի, այսինքն շեղումը եթե դրական լինի, ստեղ մինուս K3x2 ալնելու, այս մեկն էլ ինչ ուժով իր վրա կազդի, այս զսպանակը ուրեմն նու հակառակ նշանը հա էլի տենց է ստացվում ոնց որ թե սենց տեսնում եք որ հավասարումների համակարգ է ստացվել որ x1-ն ու x2-ը իրար նկատմամբ արտահայտված են, հա, ստեղ էլ կա երկրորդ արձանցյալն է, հա, արագացումը երկրորդ արձանցյալն է, չէ, այս ուղղակի որպես ֆիզիկական մոդել սրանով ֆիզիկայի մասը ավարտենք, անցնենք մաթեմատիկային, ինչի է սա հետաքրքիր մաթեմատիկական տեսանկյունից, էդ էլ է լավ հաց, ու երևի թե դրա ամենանենց հիմնավորող մոտիվացիոնող պատասխանն են, որ կամայական բացր կարգի հավասարում մենք կարանք արտահայտենք առաջի կարգի հավասարումների համակարգով։ Ինչպես եկեք նոր էջում գրեմ, հա, եթե ունենք ընդորում պատրադի չի գծային հավասարում լինի, հա, սենց շատ ընդհանուր n-երորդ կարգի հավասարում, եթե մենք այս հավասարման մեջ այսպիսի անհայտ ֆունկցիայի փոխարեն սենց փոփոխականի փոխարիններ անենք, y1-ով նշանակենք հենց y-ը, y2-ով նշանակենք y-ի արձանցյալը, պատկերացնենք սրանք իրար հետ կապում չունեն, իհարկե ունեն այդ կապվածությունը կգրենք, y2-ով նշանակենք երկրորդ արձանցյալը, գանք մինչև y ուրեմն n-ով
նշանակենք n-1-րդ ածանցյալը, այս հավասարումը համարժեք կդառնա հետևյալ համակարգի։ Համարժեք ինչ իմաստով, որ նույն լուծումները կունենան, իհարկե լուծումը պետք է սահմանել ինչ է համակարգի լուծում, դա հիմա կասեմ, բայց առայժմ ցենց գրենք։ Ուրեմն, ինչ կապ կա այս y1, y2, y3, yn փոփոխականների միջև։ Եթե y1-ը ածանցենք, ինչ կստացվի։ y2, չէ, այդ առաջի կապը։ Եթե y2-ը ածանցենք, y3 կստացվի։ Հենց շարունակ մինչև եթե n-1-ը ուրեմն ածանցենք կստացվի yn-ը, սա քանի հավասարում եղավ, n-1 հատ հավասարում, չէ։ Եվ վերջի հավասարումը դա yn-ի ածանցյալն է, հա։ yn-ի ածանցյալը ինչի է հավասար։ Y-ի n-րդ կարգի ածանցյալն է, չէ։ Իսկ y-ի n-րդ կարգի ածանցյալը տրվում է այս հավասարման, այսինքն աջ մասում կգրենք f(x), արդեն ոչ թե y կգրենք, այստեղ y չկա այս համակարգի մեջ, կա y1, կա y2, չէ, yn։ Այսպես։ Մասնավորապես գծային դեպքում էլ այստեղ կգանք գծային հավասարման ու ցանկացած n-րդ կարգի հավասարում մենք կարող ենք բերենք առաջի կարգի հավասարների համակարգի, այսինքն տեսականորեն մենք կարող ենք ուղղակի ամբողջ այդ դասընթացի ուսումնասիրություն նվիրել համակարգերին, ինչի չենք այդպես արել, որովհետև համակարգերը ուսումնասիրելը շատ ավելի բարդ է ընդհանուր առմամբ, քան առանձին հավասարումներ ուսումնասիրելը, ավելի ընդհանուր եթե նայենք առաջի կարգի ուրեմն դիֆերենցիալ հավասարումների համակարգը ունի հետևյալ տեսքը, հա։ y1-ի ածանցյալը հավասար է f1 x y1 y2 մինչև yn, y2 շտիխը f2 x y1 yn, yn շտիխը fn x, y1, y, որտեղ f1-ից fn-ը ֆունկցիաներ են կամայական, իհարկե լավ հատկությունների համար պետք է պայմաններ դնել ֆունկցիաների վրա, օրինակ գոյության միակության համար, մենք դա այս ընդհանուր դեպքում չենք քննարկի, բայց ուղղակի ֆիքսենք, որ առաջի կարգի դիֆերենցիալ հավասարների համակարգ ասելով մենք հասկանում ենք այս n հատ հավասարներից կազմված այս հավաքածուն, հա, ունի այս տեսքը։ Եկեք այս հավասարման համար սահմանենք լուծման գաղափարը, ինչ է նշանակում հավասարման լուծում, քննադատում երևի գրենք։ Ուրեմն մեկ համակարգի լուծում ինչ-որ ի միջակայքի վրա, իհարկե միջակայքը միշտ պետք է ֆիքսել, ուրեմն կոչվում է պարզ է, չէ, որ լուծում մի ֆունկցիա չի լինելու է ֆունկցիաների, քանի որ կա n հատ անհայտ ֆունկցիա, լուծումն էլ պետք է n հատ ֆունկցիաների հավաքածու լինի, կոչվում է u1, u2,
UN ֆունկցիաների կարգավորված հավաքածուն, հիմա հասկանալի է ինչի կարգավորված, այստեղ եկեք փակագծում ես գրեմ վեկտորով որպես, հա, u1x կամ u1 u2 un ֆունկցիաներից կազմված վեկտոր էլի, հա, այս վեկտոր։ Որպեսզի ամեն անգամ չասենք կարգավորված հավաքածու, վեկտոր բառը օգտագործենք, ինքը տեղին է։ Որը բավարարում է հետևյալ պայմաններին։ Ինչ պայմանների պետք է բավարարի, ինչ եք կարծում։ Ինչն է անընդհատ։ Դե մենք քանի որ ֆունկցիաները այս հավասարների մեջ ենք տեղադրելու, իրանք նաև պետք է ածանցյալ ունենան, չէ՞։ Ինքն մենք u-ի ֆունկցիաներից պահանջելու ենք, որ իրանք լինեն անընդհատ դիֆերենցիալի այս միջակայքի վրա, հա։ Եվ բնականաբար բավարարեն հավասարներին, այսինքն u-ի ֆունկցիայի ածանցյալը պետք է հավասար լինի f-ի x u1 x արդեն երբ որ y-ների մեջ այս u-երը տեղադրենք, մինչև un(x) էլի բոլոր i-երի համար եւ բնականաբար բոլոր x-երի համար ինտերվալից։ Այս հավասարությունը պետք է տեղի ունենա բոլոր x-երի համար։ Սահմանը պարզ է, չէ՞։ Նույն կերպ մենք սահմանել ենք առաջի կարգի մեկ դիֆերենցիալ հավասարման լուծումը, այստեղ դե բնականաբար մի քիչ ընդհանրություն կա։ Հիմա արդեն երևի անցնենք գծային հավասարների համակարգին, քանի որ բնականաբար ամենապարզ տեսքի հավասարները արդեն երևի հասցրել եք հասկանալ, որ գծային հավասարումներն են, համակարգերի մեջ էլ ամենապարզ համակարգերը գծային հավասարումների համակարգերն են։ Եվ այստեղ արդեն սահմանում տանք։ Առաջին կարգի գծային դիֆերենցիալ հավասարումների համակարգ կանվանենք տվյալ հավասարների համակարգ։ Y1 շրիխը հավասար է A11 x y1 plus A12x y2 մարած A1n x yn մարած f1x y2 շրիխը A21x y1 plus A22x y2 մինչև A2n x yn plus f2x yn շրիխը an1 x y1 an2x y2 ann x yn plus fnx հավասարների համակարգ։
Այլ կերպ ասած, եթե f1, f2, fn ֆունկցիաները մեծատար գծային են y-ների նկատմամբ, ֆունկցիաները այդ հավասարները կանվանենք գծային։ Էլի շատ ծանոթ սահմանում ինչ եք կարծում, երբ հավասարում կկոչվի համասար, երբ անհամասար։ Ինչ ձախ մասը մենակ սրանք եթե 0 լինեն, այդ սրանք պետք է, չէ, 0 լինեն, այս կտոր է, ընդամենը, եթե f-ի x-ը հավասար է 0-ի բոլոր իրերի համար, եկես համակարգը երկու տաղով նշանակենք, երկու համակարգը կոչվում է համասար։ Հակառակ դեպքում այն կանվանենք անհամասար։ Որպեսզի ինչ նաև նմանություններ ստանանք այդ բացր կարգի հավասարումների հետ, այստեղ հարմար է ինչ-որ նշանակումներ կատարել, հետո նաև ավելի պարզ գրելու համար, երևի թե ձեր մոտ էլ այդ միտքը շատերիդ մոտ հավանաբար առաջացավ, այս տհաճ երկար արտահայտությունը գրել մատրիցային տեսքով, ինչը բնականաբար շատ կպարզեցնի տեսքը, դրա համար ինչ-որ նշանակումներ պետք է մտցնենք, ինչ նշանակումներ ենք մտցնելու, y վեկտորի ածանցյալ նշանակելու ենք այս ածանցյալներից կազմված վեկտորը, AX-ով նշանակելու ենք մեր այդ բոլոր գործակիցների մատրիցը, սա ոչ թե սորական մատրիցը, այլ մատրից ֆունկցիա է, սրանց անվանում են մատրից ֆունկցիաներ, ինչի, որովհետև x-ը փոխելուց մատրիցը փոխվում է։ A1 n x, A2 1x, A2 2x, A2 nx, ինչև AN 1x, AN 2x, AN nx։ Ուրեմն սա կոչվում է մատրից ֆունկցիա։ Դե y վեկտորով բնականաբար կնշանակենք ուղղակի y1, y2, yn ֆունկցիաների վեկտորը, սա վեկտոր ֆունկցիա է, այստեղ x չեմ գրում, էլի քանի որ մենք x-ը գրում ենք, երբ որ արդեն լուծումը հավասարման ստանում ենք, դիֆերենցիալ հավասարների մեջ սովորաբար ֆունկցիայի կախումը անկախ փոխականից չի տրվում։ Եվ f ֆունկցիաներն էլ կարող ենք հավաքել մի հատ վեկտորի մեջ, գրիչը էլի f1x, fnx, ինքը ինձ թվում է ինչ-որ հատվածների վրա զուտ աշխատում է, ինչ-որ հատվածների վրա չէ, մոտ այդ տպավորությունն է, չգիտեմ ինչ անենք, մի խոսքով սա վեկտորը աջ կողմից էլ պետք է փակել, բնականաբար, ու սրանց ելնելով, եկեք փորձենք գուցե գույնը փոխելը քիչ օգնեց։ Ես հանձնում եմ արդեն ինձ գրիչի հետ շատ դժվար է։ Կարող է լինի։
Էսի, փորձենք։ Էսի։ Գիտեմ, ես քեզ եթե այս տամ չի աշխատի։ Լավ, այս նշանակումները մտցնելուց հետո մեր համակարգը ինչ տեսքով կգրվի։ Y վեկտորի ածանցյալ հավասար է AX անգամ Y վեկտոր պլյուս fx, այսպես։ Համասեռ հավասարն բնականաբար կգրվի AX անգամ Y տեսքով, հա, fx-ը 0 կլինի։ Մենք նույնիսկ կարանք ավելի շատ փորձենք նմանեցնել են բարձր հավասարների դեպքերին, կարանք ցենց օպերատոր մտցնենք, արդեն վեկտորների վրա ազդող, LY-ը սահմանենք Y-ի ածանցյալ հանած AX անգամ Y, այդ դեպքում լրիվ նույն տեսքով կգրվեն, հա, հավասարները, LY համասեռ հավասարում կլինի LY հավասարը 0, անհամասեռը կլինի LY հավասարը F։ Եվ սա էլի գծային օպերատոր է, կարելի է ստուգել, այսինքն այս ամեն ինչից արդեն կարելի է նկատել, որ բավական տենց անալոգիաներ կան համակարգերի միջև ու բարձր կարգի գծային հավասարումների միջև։ Դե այդ անալոգիաներից առաջինը գոյության միակության թեորեմն է, որ ընդեղ էլ կա, ստեղ էլ կա, եւ այս դեպքի համար ձևակերպենք մինչև հաջորդ խնդիրներին անցնելը։ Սրանց հետո մենք հիմնականում կօգտվենք այս մատրիցային նշանակումներից, հա, հարմարության համար։ Ուրեմն թեորեմ գոյության եւ միակության։ Ուրեմն ենթադրենք, որ մեր էլի հետգանք հավասարմանը, հա, այս բոլոր ֆունկցիաները մենք պահանջել ենք, որ անընդհատ լինեն, բնական պահանջա, միշտ էլ բոլոր հավասարների մեջ գործակիցներից անընդհատություն ենք ուզել։ Կարճ կարող ենք գրել AX-ը անընդհատ մատրից ֆունկցիա է, ի միջակայքում եթե այս արտահայտությունը հասկանալի չի, փակագծում կարանք պարզեցրած գրենք, այս բոլոր AIJ ֆունկցիաները անընդհատ ֆունկցիաներ են ի հատվածի վրա, հա։ Fx-ը անընդհատ վեկտոր ֆունկցիա է, իում դա նշանակում է, որ այդ f-ի կոմպոնենտները, հա, f-ի ֆունկցիաները անընդհատ են նույն հատվածում, x0 կետը մեր միջակայքից ինչ-որ կետ է, եւ ունենք սկզբնական պայմաններ պետք է, չէ, դնենք, որպեսզի միակություն ունենանք լուծման։ Սկզբնական պայմանները ստեղ ունելու ընդհանրապես x0 սկզբնական կետում այդ վեկտորի արժեք, հա, լուծման արժեք, որովհետև քանի որ առաջի կարգի համակարգ է, եթե հիշում եք, առաջի կարգի հավասարների համար պայման դրվում էր մենակ x0 կետում արժեքի վրա։ Համակարգերի դեպքում ընդհանրապես ֆունկցիաները դառնում են վեկտոր ֆունկցիաներ, ուրիշ շատ բան չի փոխվում։ Եկեք այդ վեկտորը նշանակենք այսպես y0 Սա Rn-ից կամայական վեկտոր է, հա, կամայական այդ դեպքում
y շտրիխ հավասար է a x y plus f y-ը x0-ում հավասար է y0-ի, այս կոշի խնդիրը ունի միակ լուծում, որը էլի ինչպես բոլոր գծային հավասարների դեպքում որոշված է ամբողջ ինտերվալի վրա։ Որոշված ի միջակայքում։ Մենք էլի չենք ապացուցի։ Գոյության միակցության թեորեմները ես թողնում եմ վերջի դասերին, որովհետև բոլոր չենք ապացուցելու իհարկե, բայց ասեմ, որ սրա ապացույցը ու բացր կարգի մի հատ հավասարման, հա, n-րդ կարգի հավասարման համար գոյության միակցության թեորեմի ապացույցները շատ կապված են իրար հետ, այսինքն իրականում եթե մեկի ապացույց նույնիսկ առաջին կարգի հավասարման համար ապացույցը հասկանալի է, դառնում մնացած բոլոր դեպքերը ահագին հեշտ կարելի է վախեցնել։ Բայց մենք այս թեորեմը կընդունենք ու կօգտվենք սրանից։ Մասնավորապես նաև բացր կարգի հավասարների նմանությամբ տեղի ունեն լուծումների մասին թեորեմներ, այսինքն մենք անհամասեղ հավասարման հետ էլի դիտարկում ենք զուգահեռ ax y համասեղ հավասարումը։ Իդեպ մի հատ ճշտում երևի ամենասկիզբը, եթե գնանք, ոչ մեկը չհարցրեցիք, թե ինչի մենք պահանջում ենք, որ համակարգի հավասարումները նույն քանակությամբ լինեն, ինչքան անհայտ ֆունկցիաները, դա այս ընդհանուր դեպքում դա չէ, անհայտ ֆունկցիաները y-ներն են, մենք կարենք ինչ-որ ֆունկցիաների վրա ուղղակի պայմաններ չդնենք երևի, բայց մենք մենակ այս հավասարումներն ենք դիտարկելու, հա, այնպես որ միշտ հավասարների քանակը ու անհայտների քանակը համընկնելու է։ Շատ լավ։ Հիմա նայենք այս համասեղ հավասարմանը։ Քանի որ մատրիցը ինքը ևս գծային օպերատոր։ Ինչ։ Ուղղակի ասեցիք, որ սահմանման մեջ դա չի հստակեցնել, բայց մենք միշտ հավասարների քանակը ու անհայտների քանակը մեզ մոտ հավասար է լինելու։ Եթե հիշում եք գծային հավասարների դեպքում ընդհանրապես այդպես չի, չէ՞, պարտադիր չի հավասարությունն, այստեղ երևի կարելի է ուղղանկյուն մատրիցներ նայել, հա, բայց մեզ հետաքրքիր է մենակ այս դեպքը։ Հիմա այս համասեռ հավասարումը, եթե մենք ուսումնասիրում ենք, ինչ ենք նկատում։ Արձանցյալի ու մատրիցով բազմապատկման գործողությունների գծայնությունից անմիջապես հետևում է, որ եթե երկու լուծում ունենք, իրենց գծային կոմբինացիան էլի լինելու է հավասարման լուծում, հա, սա էլի որպես լեմմա կարանք ձևակերպենք, եթե այստեղ լուծումները մենք արդեն լուծում ասելով վեկտոր ֆունկցիա ենք նկատի ունենալու, հա, եթե y1x եւ y2x վեկտոր ֆունկցիաները այս երևի ես էլ 3-ով չէ նշանակենք համասեռ հավասարումները
Չոտարով կարծեմ չենք նշանակել, եթե այս ֆունկցիաները համասեռ հավասարման լուծումներ են, ապա C1y1x գումարած C2y2x-ը ևս 3-ի լուծում է կամայական C1 C2 իրական թվերի համար։ Սա բնականաբար կընդհանրացվի ցանկացած n հատ ֆունկցիաների գծային կոմբինացիայի համար, ապացույցը ակնհայտ է, թողնում եմ ձեզ ստուգելը։ Ստեղ էլի կարևոր է լուծումների գծորեն անկախության գաղափարը, երևի թե քանի որ ստեղ վեկտոր ֆունկցիաներ ունենք, արժի անկախությունը առանձին սահմանել, ուրեմն y1x, y2x, ynx վեկտոր ֆունկցիաները կոչվում են գծորեն անկախ ի միջակայքի վրա եթե սրանց ցանկացած միակ գծային կոմբինացիան, որը հավասարում է 0-ի, հենց տրիվիալ գծային կոմբինացիան է, ստեից հետո է, որ C1 հավասարած C2 հավասարած N հավասարած այս հավասարությունը կամայական x-ի համար է։ Եթե բոլոր x-երի համար սա տեղի ունի, տեղից հետևում է, որ c-երը հավասար են 0-ի։ Եվ այստեղ ևս մենք գծորեն անկախության գաղափարը կապելու ենք Վրոնսկյանի, այսինքն մի հատ որոշիչի հետ, որի 0 լինել կամ չլինելը որոշելու է լուծումների գծորեն անկախ լինել կամ չլինելը։ Դե, եթե այս ֆունկցիաները տենց մի քիչ բաց տեսքով գրենք, հա, վեկտորներով գրենք, այսպես կարանք, չէ, գրենք, y1-ը կարանք գրենք որպես այս ֆունկցիաների վեկտոր y2-ը y1-2x, y2-2x, yn2x և այսպես շարունակ yn(x)-ը y1nx, y2nx, ynx ու այս ֆունկցիաների Վրոնսկյան, ուրեմն y1 Ինչ եք կարծում, ինչ որոշիչ կլինի։ Հա, ուղղակի սյուներով շարունակենք։ Էլի, առաջի կարգի հավասարում ունենք, հետևաբար Վրոնսկյանի մեջ ացանցիալներ չեն կարող լինել, չէ՞, մենք n-րդ կարգի հավասարման համար, երբ որ Վրոնսկյանը դիտարկում ենք, մինչև n-1-րդ կարգի ացանցիալներն են։ Ստեղ համակարգ ունենք առաջի կարգի հավասարումների, ուրեմն մատրիցի մեջ պետք է ացանցիալներ չլինեն ու այս ֆունկցիաներն ենք զուտ հավաքում։
կոչվում է այս որոշիչ։ Հա, կնշանակենք W նորից նույն ձևով y1, yn x-ից կախված ֆունկցիան։ Եվ նորից պարզվում է, որ եթե հավասարման լուծումներ ունենք, իրանք գծորեն անկախ են, n հատ լուծումներ եթե ունենք, իրանք գծորեն անկախ են այն եւ միայն այն դեպքում, երբ որ իրանց Վրոնսկյանը ոչ մի կետում 0 չի դառնում։ Կամ գոնե մի կետում 0 չի դառնում, ինչից հետևելու է, որ ոչ մի կետում 0 չի դառնում։ Այսինքն նույն պնդումները, որ մենք արել էինք n-րդ կարգի հավասարների համար, գրեթե նույն ձևակերպումներով տեղափոխվում են նաեւ այս դեպքի համար, հա։ Դել կարանք որպես երկրորդ լեմմա ձևակերպենք։ Սա իրականում գծային փաստացի գծային հանրահաշվի փաստ է, էլի, այստեղ ինչ-որ դժվար բան չկա։ Գիտեք, որ եթե որոշիչը 0-ի հավասար չի, իր սյուները գծորեն անկախ են։ Սյուներն էլ այստեղ հենց այդ ֆունկցիաներն են, էլի, ըստ էության։ Այսինքն բավական շատ ավելի ակնհայտ փաստ է, քան թե բաց կարգի հավասարների համար։ Ուրեմն 3 հավասարման համասեռ հավասարման, հա։ y1, y2, yn սրանք բոլորը x-ից կախված վեկտորներ են։ Լուծումները գծորեն անկախ են այն եւ միայն այն դեպքում, երբ իրենց Վրոնսկյանը հավասար չէ 0-ի կամայական կետի համար լուծումների այդ միջակայքից։ Ու ձևակերպում հիմնական թեորեմը, որը տալիս է համասեռ հավասարման լուծումների ընդհանուր տեսքը։ Ինձ մոտ արդեն ենթադրում եք թեորեմի ձևակերպումը ինչ պետք է լինի։ Ուրեմն եթե y1 երևի սենց սկսենք, հա, եթե 3 հավասարման y1, y2, yn լուծումները գծորեն անկախ են ի միջակայքի վրա, ապա 3 հավասարման կամայական լուծում տրվում է այս լուծումների գծային կոմբինացիայով։ Որտեղ C-երը իրական թվեր են։ Այս թեորեմի ապացույցի մեջ որևէ հետաքրքիր բան իրականում չկա, որովհետև մենք զուտ գոյության միակության թեորեմից օգտվելով արդեն շատ ենք այս տիպի թեորեմներ դիտարկել։ Նույն կերպ այսինքն լուծումը որոնում ենք գծային կոմբինացիայով, տեսնենք որ ցանկացած սկզբնական պայմանների համար, քանի որ այս լուծումները գծորեն անկախ են, այդ մատրիցը հակադարձելի մատրիցա, որոշիչը 0 չի, այս C-երը միարժեքորեն գտնվում են։
Շատ լավ, հարցեր կան այս ամեն ինչի վերաբերյալ։ Այդ դեպքում մենք անցնենք արդեն սա ընդհանուր տեսություններ, բնականաբար անհամասեր հավասարումների համար էլ կարող ենք նույն բաները տարածել, բայց մենք անցնենք երևի մեր հիմնական թեմային համակարգերի մեջ, դա հաստատուն գործակիցներով գծային հավասարումների համակարգերն են։ Վերնագիր գրենք, հա, հաստատուն գործակիցներով գծային հավասարումների հաստատուն գործակիցներով համակարգ ինչ է նշանակում, որ այդ AX-ը ոչ թե մատրից ֆունկցիա է, այլ ուղղակի հաստատուն մատրից է, հա։ Այսինքն մեր հավասարումը ունի y շտրիխ հավասարը a y պլյուս f տեսքը, f-ը իրականում կարա նաև x-ից կախված ֆունկցիաներ լինեն, ոչ մի խնդիր f-ի հետ չկա, հիմնական կարևոր բանն այն է, որ an այս դեպքում ուղղակի թվերից կազմված մատրիցա։ Դե նախ կդիտարկենք իհարկե համասար հավասարումները։ Համասար համակարգը եկեք երևի օրինակից սկսենք, հա, մի հատ կոնկրետ ավերցնենք, ասենք 4, 2, 3 մինուս 1։ Դե նախ գրենք, հա, համապատասխան համակարգը բացված տեսքով գրենք, ինչ տեսք ունենա, ուրեմն y1-ի ածանցյալը ինչ կլինի 4y1 պլյուս 2y2, չէ, եթե պատկերացրեք y1, y2 վեկտորով բազում պատկում ենք, երկրորդ y2-ի ածանցյալն է լինում է 3y1 հանած y2։ Ընդհանրապես սենց համակարգերը կարելի է լուծել երևի ամենապարզ մեթոդը, որը շատ ակնհայտ արդյունքների չի բերում, բայց որպես մեթոդ իրոք ամենապարզն է, համակարգը հետ բերել մի հատ բարձր կարգի հավասարման։ Հա, եթե ունենք n-րդ կարգի n հատ հավասարումների համակարգ, մենք իրան կարող ենք բերենք n-րդ կարգի հավասարման։ Դա շատ ակնհայտ չի ոնց է արվում, բայց երբ որ փոքր չափ ունենք, ահագին հեշտ է։ Օրինակ, ինչ-որ մտքեր կան, ոնց կարելի է ստեղից ստանալ մի հատ հավասարում։ Պետք է y2-ից ազատվենք, չէ՞։ Այսինքն y2-ն էլ իր ածանցյալն էլ y1-ով արտահայտենք։ Բայց այդ դեպքում մենք չենք կարող մենակ y1-ի առաջի կարգի ածանցյալ ունենանք։ Դրա համար մի հատ այս առաջի հավասարումը կարելի է ածանցել, ուղղակի երկու կողմը ածանցել, ինչ կստացվի։ y1-ի երկրորդ ածանցյալը կստացվի 4y1 շտրիխ պլյուս 2y2 շտրիխ, չէ՞։ Հետո ստեղ ինչ կարելի է անել։ y2-ի ածանցյալը ունենք։ Չնայած ստեղ դեռ y2 կա, պահպանում է, բայց ամեն դեպքում ածանցյալից ազատվենք։ Ինչ կստացվի, երկու անգամ 3y1 մինուս y2, այսինքն 4y1 շտրիխ պլյուս 6y1 հանած 2y2։
Մնաց մի հատ y2, որից պետք է ազատվել։ Այս էլ ինչ է օգտագործելով։ Կվերացնենք։ Չէ, այստեղ նշանակումներ չեն կա։ Այդ նշանակումները իրականում, եթե օրինակ կլներ y1 շտիխը հավասար է y2-ի, այդ դեպքում անմիջապես հետ կգայինք բարձր կարգի, բայց այստեղ մի քիչ ավելի ընդհանուր է, այտենց միանգամից նշանակումով չի ստացվում։ Այո, y2-ը y1-ով այս առաջի հավասարման մեջ արտահայտվում է։ Նու հենց 2y2-ը քանի որ սրանց հա, ածանցյալ հանած 4 անգամ y1-ը, այստեղ էլ 2y2 ունենք, ուղղակի այստեղ կգրենք ինչ։ y1 շտիխ հանած, չէ, սա պետք է այս կողմ տանենք։ Այստեղ մինուս եմ դրել 4y1։ Ու եթե սա մի քիչ բարձրացնենք, ինչ կստացվի։ 3y1 շտիխ գումարած 10y1։ Այսինքն y1 ֆունկցիայի նկատմամբ մենք ստացանք մի հատ հավասարու, եթե մի կողմ հավաքենք 10y1 հավասարը 0։ Այս հավասարները գիտեք ոնց լուծել, չէ։ Այդտեղ մոռացել եմ գրել օրինակ, սա ուղղակի մի հատ օրինակ է։ Բնութագրիչ հավասարումը կկազմենք, որ թվերի գումարն է 3, արտադրյալը -10։ 5 -2, չէ։ R1-ը կլինի 5, R2-ը կլինի -2, այսինքն y1-ի համար կստանանք 2 գծորեն անկախ լուծումներ, բոլոր հնարավոր լուծումները կարտահայտվեն դրանց գծային կոմբինացիա։ y2x-ը որտեղից կգտնենք։ Էլի, այստեղ տեղադրելով y2x-ը կլինի y1 շտիխից, ուրեմն սրա ածանցյալից 5c1-5x պլյուս մինուս, հա, մինուս 2c2-ի մինուս 2x, ածանցյալից հանած 4 անգամ y1, ուրեմն 4c2-ի մինուս 2x, հա, ճիշտ ստացանք, այս ամբողջը բաժանած 2-ի, չէ, անգամ 1/2, որը կտա y2-ը, ստեղ եթե հանենք սրանք իրարից c1-5x-ը, կլինի 1/2 c1-5x, այս երկրորդ գործակիցն էլ ինչ կլինի, մինուս 6, չէ, մինուս 6, նու 6-ն էլ եթե բաժանենք 2-ով, մինուս 3 c2-ի մինուս 2x, համակարգի լուծումը լավ, եկեք ստեղ չգրեմ, երևի նոր էջում ավելի հարմար է գրել։ y1x-ը ստացանք c1-5x պլյուս c2-ի մինուս 2x, y2-ը ստացանք 1/2 c1-ի 5x հանած 3c2-ի մինուս 2x, հա։ Սենց բան ստացանք, դա կարելի է մի քիչ նույնիսկ հա, մի քիչ ավելի, այսինքն վեկտորական տեսքով կարելի է գրել, բայց առայժմ քանի որ այս ձևով լուծեցինք, սենց էլ թողենք լուծումը։ Այս ձևը երկրորդ կարգի երկու հատ հավասարներից կազմված առաջի կարգի համակարգերի համար միշտ կաշխատի, այսինքն ընդհանրապես պետք է հավասարներից մեկը ածանցել ու այդ մյուս ֆունկցիան փորձել արտահայտել y1-ով կամ այն առաջի ֆունկցիայով, դա միշտ արդյունքի կբերի, բայց ես ուզում եմ մի քիչ ընդհանուր
ընդհանուր ավելի տեսության նայենք, հա, այսինքն փորձենք հավասարումը լուծել այնպես, ինչպես համակարգը լուծել այնպես, ինչպես որ կլուծեինք մի հատ հավասարում ու դրանից ելնելով ինչ որ ենթադրություններ անենք սրա լուծման հետ կապված։ Տեսեք, մեր հավասարումը այսպես կլինի, չէ՞։ Y շտրիխը հավասար է անգամ Y։ Եթե այս Y-ը վեկտորի տեղը ուղղակի մի հատ ֆունկցիա ուներ, անել թիվը ներ ուղղակի։ Մենք լուծումը ինչ տեսքով ենք որ ունելու։ Եթե լուծել չիմանանք, բայց իմանանք, որ գծային հավասարում է։ Սա լուծումները ընդհանրապես ինչ տեսք ունեն սա լուծումները։ Եթե անթիվը լինի Y-ն էլ ինքն սենց հավասարում է, առաջի կարգի հավասարում է ուղղակի։ Էքսպոնենտներ են, չէ՞, սա լուծումը y c անգամ y ատ է։ Հիմա այստեղ էլ ենք հաց տալիս, իսկ կարող ենք կարողանանք ինչ-որ էքսպոնենցիալ տեսքով որոնենք այս համակարգի լուծումը, հա, ու այդ բայց այստեղ չենք կարա, չէ, ուղղակի գրենք էքսպոնենտ։ Այսինքն այս ինչ y ցուցիչում մատրից գրենք, հա, դե դա պետք է սահմանել, ինչա նշանակում։ Դրա մասին եւի հաջորդ դասի մի թեթև կխոսեմ, հիմա մի քիչ ավելի հեշտ բաներից խոսենք։ Սա ընդհանրացնելու այսպիսի ձև կա, եթե մենք վեկտորների մեջ ենք ուզում մտնենք, միգուցե այս c-ի տեղը մենք վեկտոր դնենք օրինակ, կամ ուղղակի c անգամ չէ, ուզում c-ի տեղը վեկտոր դնենք։ Փորձենք ինչ-որ վեկտոր, դե էքսպոնենտը տենց միանգամից վեկտոր սարքել չենք կարա, այսինքն այս y-ը որոնենք ինչ-որ v անգամ y լամդա t նու t չէ, հա, x երևի, որովհետև այդ անկախ փոփոխականը x-ն է։ Y լամդա x-ը ամեն x-ի համար ուղղակի մի հատ թիվ է, բազմապատկած է v վեկտորով։ Եթե մենք սա տեղադրենք հավասարման մեջ, ինչ կստա։ V-ն էլ հաստատուն վեկտոր է, իդեպ v-ն ֆունկցիա չի։ V-ն ընդհանրապես n չափի վեկտոր է։ Եթե սա տեղադրենք այս հավասարման մեջ, ինչ կստացվի։ Դե v-ն հաստատուն է, ինքը ածանցելու ժամանակ ոչ մի ազդեցություն չի կրելու։ Y լամդա x-ն է, չէ, ածանցվելու ըստ x-ի։ Այսինքն ձախ մասում ստանալու ենք լամդա v y լամդա x, աջ մասում էլ ինչ ենք ստանալու a մատրից բազմապատկած վեկտորը բազմապատկած էլի էս հաստատունով y, նու հաստատուն չէ, թիվ ասենք, հաստատուն չի իհարկե ինքը x-ից կախված։ Ակնհայտ է հաջորդ քայլը y-ով կկրճատենք y լամդա x-ով։ Կստանանք a-ն հավասար է լամդա v-ի։ Այսինքն այս v-ն ոչ թե ինչ-որ պատահական վեկտոր է, այլ ինչ պետք է լինի, i սեփական վեկտոր։ Լամդան էլ բնականաբար կլինի այդ սեփական վեկտորին համապատասխանող սեփական արժեք։ Այսինքն, սոտ խնդիրը լրիվ կգա բանի վրա, հա, սեփական արժեքներ որոշելու, մատրից սեփական արժեքներ որոշելու ու սեփական վեկտորներ գտնելու խնդրի վրա կգա։ Այդտեղ արդեն ստիպված ենք մի քիչ գծային հարաշիվ հիշել, օրինակ հիշել, որ ոչ միշտ է, որ n հատ գծորեն անկախ սեփական վեկտոր կարող գտնենք այդ մատրիցի համար։ Իրական կոմպլեքսը իհարկե իր հերթին հաց է, բայց այդտեղ կոմպլեքսը շատ խնդիր մեր համար չի հարուցելու, ոնց որ հավասարների դեպքում մենք դա ինչ-որ ձևով կփոխարինենք իրական ֆունկցիաներով կամ վեկտոր ֆունկցիաներով, ավելի շատ խնդիր է հարուցում այն դեպքը, երբ որ սեփական վեկտորների բազիս չունի, հա, այդ R-ը, այսինքն A մատրիցը
բավարար քանակով սեփական վեկտորներ չունի։ Բայց եկեք նախ ամենահեշտ դեպքից սկսենք, այդ այն դեպքն է, երբ որ բոլոր սեփական արժեքները իրարից տարբեր են եւ եթե էլի պետք է հիշենք գծային հանրահաշվի դասընթացը, այդ դեպքում գոյություն ունեն n հատ գծորեն անկախ սեփական վեկտորներ։ Հա, այդ ուրեմն դե սենց գնենք, հա, հանրահաշվի դասընթացից գիտենք, որ եթե ան ունի լամդա 1, լամդա 2, լամդա n զույգ տարբեր սեփական արժեքներ, ապա գոյություն ունեն V1, Vn գծորեն անկախ սեփական վեկտորներ, հա, յուրաքանչյուրը իր սեփական արժեքին համապատասխանող։ Իսկ դա ինչ է նշանակում, որ մենք ունենում ենք n հատ լուծում, ճիշտ է, որոնք են այդ լուծումները, եկեք գրենք, y1-ը կլինի v1 y լամդա 1x, y2-ը կլինի v2 y լամդա 2x, yn-ը կլինի vn y լամդա nx։ Եվ բոլոր լուծումները, քանի որ սրանք գծորեն անկախ, չէ, y լամդա x-ը բնականաբար չի փոխի գծորեն անկախությունը, որովհետև ընդհանրապես ինչ որ թվով բազմ պատկված է, սրանք էլ տարբեր են իրարից, ընդ որում լամդա 1, լամդա 2, լամդա իրարից տարբեր են։ Yx-ը այս դեպքում կգրվի սրանց գծային կոմբինացիայի տեսքով, չէ՞, այսինքն բոլոր լուծումները այս դեպքում կստանանք։ Քանի որ շատ ժամանակ չունենք, եկեք զուտ այս պրոցեդուրան այն օրինակի վրա, հա, ցույց տամ, այնտեղ ինչ մատրից ունենք, ան 4 2 3 -1-ներ, չէ՞։ Այս մատրիցի սեփական արժեքները ո՞նց էին գտնում։ A մինուս լամդայի դետերմինանտն ենք կազմում, չէ։ 4 մինուս լամդա, 2, 3, մինուս 1, մինուս լամդա։ Այս որոշիչը հաշվելով ստացվում է լամդա քառակուսի մինուս 5 լամդա պլյուս մինուս 4 սանած 6։ Այս 5-ը սխալ դրեցի, 3 լամդա։ 3 լամդա մինուս 10 հավասար 0։ Այս հավասարումը ծանոթ է, չէ։ Սա ստացել ենք, երբ որ մենք երկրորդ կարգի հավասարում ենք ստացել, ու դա տարօրինակ չի, հենց տենց էլ պետք է լինի, նույն բանը պետք է ստացվի։ Ըստեղից լամդաները ստացվում են մեկը 5, մեկը -2, չէ, ու պետք է համապատասխան սեփական վեկտորները գտնել։ 5-ի համար a մինուս լամդա 1-ին կստացվի, ինչ կստացվի, եթե 5 դնենք, -1, 2, 3, -6, սրա համար սեփական վեկտոր կարեք մի անգամից ասեք, որպեսզի համակարգ չլուծենք։ Ինձ թվում է բավականին ակնհայտ է։ Ինչ վեկտորով բազմ պատկենք, որ 0 ստացվի։ Երկու 1։ Ուրեմն առաջի սեփական վեկտորը կլինի 2 1-ը։ Երկրորդ սեփական արժեքն էլ եթե -2-ն է, մատրիցը ինչ տեսք կստանա։ 6 2 3
մի բան ստեղ Ինչն եմ սխալ գրել ստեղ։ Չէ, ոչ մի բան, 1 պետք է ստացվի, 3 1։ Այսպես, չէ՞։ Որտեղից երկրորդ սեփական վեկտորը 1 մինուս 3, հա, օրինակ։ Եկեք վեկտորների նշանները առնենք, ինչ մոռանանք։ Ու ըստ մեր նախորդ դիտարկումների հավասարման ընդհանուր լուծումը կտրվի C1 անգամ 2 1 y5x գումարած C2 1 մինուս 3 y մինուս 2x տեսքով, որը եթե գրենք որպես վեկտոր, հա, կլինի 2c1 y5x գումարած c2 y մինուս 2x, ստեղ էլ c1 y5x մինուս 3c2 y մինուս 2x։ Սա y1-ն է, հա։ Սա y2-ն է։ Նու այս c-երի ճշտությամբ, եթե c-երը այնտեղ գործակիցները ստեղ c1 c2 են գրել, ստեղ 2 c1 c2 է, եթե այս 2 c1-ի տեղը c1 գրենք, ստեղ c1 կես կլինի ու կնկատեք, որ լրիվ նույն բանն է ստացվում, ինչ որ մենք ստացանք երկրորդ կարգի հավասարում լուծելով։ Այսօր այսքանով սահմանափակվենք, հաջորդ դասին արդեն կնայենք այն դեպքերը, երբ որ սեփական այդ վեկտորների խնդիրը մի քիչ ավելի բարդ է, երբ որ n հատ սեփական վեկտոր չկա կամ լամբդաները բազմապատիկ արմատներ են, դա կմնա հաջորդ դասին։